ես կողմնա բարեձեզ մի քանի հարցեր կան մեծ հաճիկով հիմա փաստացի կանայք են հայտնվել Շիրախում 3 կանայք Մեղադրյալի աթոռին գործ ուղարկվել է դատարան մեղադրական եզրակացության կեղծիքներ են արել հայտարարագիրը չեն ներկայացել Ես խնդրում եմ մի կրկնեք այն հիմարությունները որը կա մեկ առաջին հերթին երկրորդը ուզում եմ ասեմ որ այդ անձնավորությանը մենք արդեն պարոն Ալոմյանը ձևակերպել է հայցերը եւ կարծեմ առաջին լրատվականը եւ ուսադիրներով մի անձնավորություն կար Կորրադո Կատանյոյի տեսքով որ ինչ որ հանցագործ խումբ է հայտնաբերել նրանց դեմ հայցեր կա որ իրենք պատասխանատվություն են կրելու իրանց արածների համար սուտ տեղեկատվություն նախ զրպարտել է ինձ առաջին չեմ իմանում ոնց է կոչվում պարոն Ալոմյանին կարող եք հարցնել ինքը կասի ինչ վերաբերվում է դրան դուք գիտեք որ 2018 թվականից առ այսօր բազմաթիվ դրվագներով Սեյրան Օհանյանը այսա տարել են ինչպես տեսնում եք նվագախումբը փոխել է հիմա երաժշտությունը հիմա Ռուզաննա Խաչատրյանն է ես հաճույքով ընդունել եմ եւ շատ արժանապատիվ ձևով այդ մարտահրավերը ես ուրախ ավտոբուսը եւ նրան մի քանի միկրո ավտոբուսներ որոնք ուսադիրներ են կրում միանշանակ ես ձեզ ասեմ մի բան մի անգամ ինձ կանչել են ասել են դուք վկայեք երկրորդ անգամ ինձ կանչել են ասել են դուք կասկածվում եք եւ երրորդ անգամ ասել են գործը գնաց դատարան որևէ ձևի չկա ապացույց, որ ես ինչ-որ հանցավոր գրուպա եմ, ես անգամ չգիտեմ ինչի մասին է խոսքը, ապսալուտնա, դա ես ես ասեմ, ինձ ասում են, որ ենթադրենք ձեր գույքը, ես դեկլարացիա չեմ լրացրել, ում գույքը, ինչ որ ազգանունը անգամ չեմ հիշում Կարինե Միրզոյան, թե Մարգարյան, ասում են իրեն գույքը, ես պետք է հայտարարագրում լրացնեմ, ես իրեն հարցրել եմ, կա, ինչպես այդ նույններ, որ այդ նույն քննիչի գույքը, ինք ինձ մեղադրեր, իր գույքը, հայտարարագրում չլրացնելու այնպես որ այնքան եղավ ամեն դեպքում եթե ձեր եւ ձեր ամուսնու գույքը չէր ինչ որ մի անձնավորության գույք էր որը ըստ նախաքննական մարմնի ամեն ինչ արել եք չհայտարարագրի կեղծիքների էր ես հասկանում եմ սիրելի քնար ձեր ասել ոչ մի բան որևէ մեկին չի պատկանում որ հիմա էլ ես փրկեմ այն ինչ որ իրանք անում են Սեյրան Օհանյանի անվան ճիշտ Ռուզաննա Խաչատրյանի անվան տան չեն կարող ոչ մեկի գույքը վերցնել իմ կարծիքով այդ մարդիկ իրենց գույքը տիրապետում են բիզնես ունեն ինչ որ այդտեղ ես չգիտեմ ինչ որ բաներ կա որ ամեն դեպքում իրանք կապացուցեն ես գիտեմ որ 2023 թվականին ենթադրում եմ որ պատվեր է եղել որ ին վրա քրեական գործառույթ է ինչու կանայք ինչու են հիմա չեմ կարող ասեմ անկեղծ ասած չգիտեմ ես այդ հարցը ինձ էլ է հետաքրքրում գուցե ես ունեմ քաղաքական հայացքներ, գուցե ես ունեմ կերպար, գուցե Մասիսն իմ սրտում է, Արցախն իմ հոգում է, չեմ կարող ասեմ, անկեղծ ասեմ, ես այդ անձնավորությանը ուսադիրներով ասել եմ դատարանի վճիռն ուրա, ի վերջո, երբ որ այդ մարդը ինչ-որ գույք է տանում, եթե ինձնից չի տանում, այդ մարդը պայքարելու է, չէ՞ իր գույքի համար, ում գույքը որ տանում է, այսինքն ոնց կարող է ինձ մեղադրեն ինչ որ մարդի գույք, ինչ որ մեկի գույքը հայտարարագիր չներկայացնելու համար